Է նշվում, բացի այդ կարևոր օրից, նաև մի այլ շատ կարևոր օրեր են նշվում։ Եվ ո՞րն է այդ օրը։ Ապրիլի 15-ը լաբորատոր աշխատակցի օրն է։ Այո, ինչի առիթով մենք շնորհավորում ենք բոլոր մասնագետներին եւ բոլոր աշխատողներին այս հրաշալի օրվա կապակցությամբ եւ հիմա ունենք հրաշալի առիթ ավելի խորքային եւ ավելի մանրամասնորեն զրուցելու եւ կարևորելու այս աշխատանքը եւ ավելի բացահայտելու լրիվ այլ անկյունից նաեւ մեզ համար հրաշալի առիթ ունենք զրուցելու շատ կարևոր մարդու հետ։ Ներկայացնեմ հյուրին Միքայելյան համալսարանական հիվանդանոցի լաբորատորիայի վարիչ, Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի վարիչ, դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Զարուհի Գևորգյանն է մեր տաղավարում, բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք, որ մեր տաղավարում եք եւս մեկ անգամ թույլ տվեք շնորհավորենք օրվա կապակցությամբ։ Շատ շնորհակալ եմ այսօր հրավերի համար, հավատացեք, որ մասնագիտական օրվա առավոտը լույսը սկսել այսպիսի տաղավարում շատ հուզիչ է եւ շատ պարտավորեցնող։ Եվ նաեւ փոփոխական, այսպես ասենք, որ առավոտը ոչ թե լաբորատորիայում եք, այլ տաղավարում եք առավոտ լուսոյի։ Ինչ խորհուրդ ունի այսօրը, սկսենք այդտեղից։ Այսօրը շատ հետաքրքիր խորհուրդ ունիմ, օգտվելով առիթից շնորհավոր եմ իմ բոլոր գործընկերներին, եթե թույլ կտաք, հա մեր մասնագիտական օրվա առթիվ, դեռ 1975 թվականին, արդեն մոտ 50 տարի առաջ, Միացյալ Նահանգներում ամերիկյան լաբորատոր մասնագետների ասոցիացիան որոշեց ավելի կարևոր դարձնել այս օրը եւ հանրությանը հանել մեջտեղ, հա, այն մասնագիտությունը, որը որ ավելի մնում է ստվերում։ Իրենք նույնիսկ հռչակեցին լաբորատոր մասնագիտության շաբաթ, լաբորատոր մասնագետների շաբաթ, որպեսզի մարդիկ իմանան, թե ինչ կարևոր գործով են զբաղվում այդ մասնագետները, եւ արդեն փաստորեն 50 տարի ամեն տարի այսօրը օրը մի քիչ փոփոխական է, անկեղծ ասեմ, որովհետև IFCC-ն դա մեր միջազգային, այսպես ասած, տանիքն է լաբորատոր մասնագետների, clinical chemistry-ն, ֆեդերացիա է, որտեղ ձգտում են լինել բոլոր լաբորատոր մասնագետները ամբողջ աշխարհի։ Նաև ասեմ, որ ես հանդիսանում եմ Հայաստանի լաբորատոր բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ եւ մեր ասոցիացիան նույնպես IFCC-ի անդամ է, դժվար է դառնալ IFCC-ի անդամ, իրանք ունեն սենց շաբաթ, հա, ամեն տարվա ապրիլ ամսվա երկրորդ շաբաթը դա լաբորատոր մասնագետների շաբաթն է, այս շաբաթ ամբողջ աշխարհում մեկ լինում են կոնֆերանսներ, միջոցառումներ, Zoom հարթակով հաղորդումներ, հանդիպումներ, մենք իմանում ենք բոլոր նորությունները ու երևի թե կարողանում ենք մեզ զգալ ավելի ու ավելի կարևոր եւ գնահատված։ Դե ես պատկերացնում եմ արդեն լաբորատոր աշխարհում թե ինչքան են նորությունները, յուրաքանչյուր տարի, յուրաքանչյուր ամիս է փոփոխվում այդ ամենը։ Բայց երբեմն մարդիկ, երբ ասում ենք բժշկություն, միանգամից կապում ենք այդ ամենը բժիշկների հետ եւ մոռանում ենք լաբորատոր աշխատակիցների մասին։ Իրավացի եք, երևի թե լաբորատոր աշխատակիցը միշտ մնում է մի տեսակ հետնամասում, այո, ստվերում, բայց գիտեք, մնալով ստվերում, ես կարծում եմ, որ հենց լաբորատորիայից է սկսվում բուժառուի հիմքը լավ բուժման, որտեղ լավ բուժման հիմքը դա ճիշտ ախտորոշումն է եւ լաբորատոր դիագնոստիկ նաեւ, հա, դա այն բաժանմունքներն են, որոնք կարողանում են դնել ճիշտ ախտորոշում, օգնել բուժող բժշկին, որպեսզի վերջում բուժառուի ախտորոշումը լինի ճշգրիտ։ Նաև խոսենք այդ պատասխանատվության մասին, քանի որ ամենակարևորը սկսվում է հենց լաբորատորիայից, նաև պատասխանատվությունն է այստեղ մեծանում։ Շարունակեմ ձեր ասածը, հենց ամենակարևոր հատկանիշը լաբորատոր մասնագետի դա պատասխանատվությունն է։ Ես օրինակ շատ հաճախ ուսանողներին ասում եմ, գիտեք, այս նոր սարքը կարելի է սովորել, նոր բաները կարելի է կարդալ, ժամանակին ամաունջ գնալ, բայց լինել պատասխանատու դու պարտավոր ես։ Միգուցե ինչ-որ մի բան չիմանաս, միանշանակ աշխատանքի ընթացքում կսովորես, բայց պատասխանատու դու պարտավոր ես, որովհետև չի կարելի որևէ մի ստացած թվի, ստորակետին, հա, վերաբերվել մատերի արանքով,
հայ պետքա Դա կարող է ճակատագրական ուղղակի լինել։ Այո, միշտ ասում ենք, որ մեկ փորձանոթը դա մեկ փրկած կյանք է, կարծես թե մեկ գեղեցիկ փորձանոթում վերջրած արուն է, բայց փաստորեն ինքը ունի ճակատագրական նշանակություն եւ լաբորատոր մասնագետը ուղղակի պարտավոր է վերլուծիր ստացած թվերը, ոչ թե դրանք ստանա մեխանիկորեն, պատասխանատվություն կրի ինչքանով է ճշգրիտ կատարել հետազոտությունը, նոր կարողանա դա մատուցի բուժող բժշկին, որպեսզի դրվի ախտորոշում։ Լավ, պատասխանատվություն իր երթին, բայց ես վստահ եմ, որ զավեշտալի դեպքերն էլ քիչ չեն։ Ինչ որ մի հետաքրքիր պատմություն, որ կուլիսներում էր մնացել։ Հատկապես լաբորատորիայի հետ վստահ եմ շատ են դեպքերը։ Շատ է լինում դեպքեր, լինում են հաճախ դեպքեր, գիտեք, երբ որ մենք թվում է թե որ մենք չենք իմանում այդ բուժառուի մասին ոչինչ, հա, կարծես թե տեստվերում ենք հետազոտություն, հա, կատարում ես եւ վերջ, բայց հավատացեք, այդպես չի, որովհետեւ անընդհատ ենք շփվում այդ ընթացքում հետազոտությունները կատարելիս բուժող բժշկի հետ եւ շատ հաճախ խորհուրդներ ենք տալի։ Նույնիսկ այդպես է հաճախ լինում, որտեվ ստանալով մեկ ցուցանիշ կարողանում ենք նրան հորդորել կամ էլ մեկ-մեկ չենք էլ հարցնում, որևէ մի ուրիշ ցուցանիշ ենք ստուգում ու մի անգամից որ բուժող բժիշկ ասում է, «Էն էլ էր պետք», ասում ենք, «Մենք արդեն էն էլ ենք արել»։ Մենք արդեն գիտենք, ասում է, «Վայ, ապրեք, այդ ոնց ստացվեց»։ Ասում եմ, «Դե որ այն մեկը սենց էր ստացվել, հասկացանք, որ հիմա ուրիշն է ուզելու»։ Այսինքն այդ կապը բուժող բժշկի հետ բուժառուն մեզ չի տեսնում, բայց մնացած բոլորը գիտեն ինչքանով է այդ դերը կարևոր եւ ինչքանով են սպասում, արագացնում, ամեն անգամ ասում են, այս հիվանդը ծանր է, սա շատ կարևոր է, ասում եմ, բոլորը ծանր է, բոլորը կարևոր է, բոլորը պատասխանատու է, չկա երկրորդային, так что կապը բուժող բժշկի հետ միշտ կա եւ անընդհատ է։ Այ ինչպիսին է ձեր աշխատանքային առօրյան։ Փորձենք պատկերացնել։ Ծանր, դժվար, աշխատանքային առօրյան հագեցված, շատ քանակի հետազոտություններ, շատ մեծ պարտականություն, պատասխանատվություն, հսկել այդ ամեն ինչը, ստուգել, կատարել, վերարտադրել, վերլուծել, կարողանալ շատ հաճախ ճիշտ մատուցել եւ սաղ անել ժամանակին։ Ամենակարևորը դա է։ Ինձ հետաքրքիր, ահա, որ ոնց եք այս մասնագիտությունը ընտրել։ Ինչպես որոշեցիք, որ պետք է դա ընտրեք այս մասնագիտությունը։ Եթե ձեզ անկեղծ ասեմ, ավարտել եմ բժշկական համալսարանի 90-ական թվականներին, այնպես չէր, որ ի սկզբանե որոշել էի դառնալ լաբորատոր մասնագետ, անկեղծ։ Դա ստացվեց ուղղակի կյանքի բերումով, հա, երեխաներ, արդեն ունեի ընտանիք, մինչև ինստիտուտս ավարտելը ծանրաբեռնվածության հետ կապված, բայց եթե ինձ ինչ-որ մեկը հիմա հարց տա, նորից ճանապարհը արդեն սենց ավելի հասուն տարիքում ես միանշանակ ոչինչ չէի փոխի մասնագիտական ուղու մեջ եւ ես հիմա արդեն շատ ավելի հասուն եւ մտածված միանշանակ կընտրել ես մասնագիտությունը։ Ինձ միշտ տենց ձգտել է շատ անտեսանելի աշխարհի հետ գործ ունենալը, իսկ լաբորատորիան դա շատ անտեսանելի։ Ինչն է մոտիվացնում ձեզ։ Ինչն է գրավել, որ այդքան դուք սիրում եք ու դուք որ նույնիսկ երկրորդ հնարավորություն ունեք, միևնույն է կընտրեք էլի այս մասնագիտությունը։ Առաջին մասնագիտությամբ եղել եմ մանրեաբան, կլինիկական մանրեաբան, այսինքն էլի լաբորատոր մասնագետ։ Գիտեք, սա բոլորը այն ինչ որ չեն տեսնում մարդիկ, դու միանշանակ կարողանում ես տեսնես մանրադիտակի տակ։ Դու անգամ քեզ բավարարված, անգամ քեզ վստահ, կարևոր ես զգում, երբ որ դու պատկերացրեք մանրեա ու դու տեսնում ես նրա աշխարհը, նրա բազմացումը, նրա զարգացումը, նրա որևէ մի հետադարձ կապը, հասկանում ես ոնց է նա ազդում օրգանիզմի վրա։ Եվ գտնում ես խնդիրը որտեղից է գալիս։ Այո, հավատացեք, երբ որ դու գտնում ես խնդիրը որտեղից է գալի, շատ քեզ կարևոր է։ Սա էլ շարժիչ ուժն է, ես կարծում եմ, ամենակարևոր շարժիչ ուժը հենց դա է։ Նաև 21-րդ դարում պետք է համընթաց քայլել եւ այդ նորարարությունները պետք է միշտ իմանալ, բերել, ուսումնասիրել։ Գիտեք, ես ձեզ անկեղծ ասեմ, լաբորատոր ոլորտը Հայաստանում
շատ լավ բարձր մակարդակի վրա է դրած։ Մենք Ժամանակի համընթաց, այո։ Բայց օրինակ հիմա այս արհեստական բանականության շնորհիվ, որ սենց ներախուժում բժշկություն, նաև լաբորատոր բժշկություն, ես արդեն սկսել եմ ուսումնասիրել ինչպես է դա լինելու լաբորատորիայում։ Ես կարծում եմ, որ մեզ շատ է օգնելու, որովհետև միանշանակ արագությունն է ավելանալու, մեր տեմպն է ավելանալու, մենք կարծում եմ արդյունավետությունը շատ կավելանա, որովհետև այն հետազոտությունները, որոնք ավելի երկրորդական են, որոնց վրա այդքան ուշադրություն պետք չի դարձնել, ես կարծում եմ, որ արհեստական բանականությունը կկարողանա այդ դնի ավելի ետնամասում եւ ավելի շատ ժամանակ կլինի ամենակարևոր ուղղությունների վրա ժամանակ տրամադրել։ Եվ ավելի շատ ժամանակ կկարողանանք հատկացնել այն կարևոր հետազոտություններին, բայց մեկը լաբորատոր մասնագետի դերը, ինչքան ուսումնասիրում եմ, հասկանում եմ, որ շատ նույնպես կարևորում են։ Եվ անփոխարինելի է։ Այո, որովհետև բոլոր նախնական աշխատանքը, բոլոր այն նյութերը, որ դու պետք է տաս բանականությանը, որ նա վերլուծի, կատարում է հենց լաբորատոր մասնագետը։ Եվ նրա գիտելիքները պետքա կարծում եմ ավելի ու ավելի շատ լինեն, չդոփեմ տեղում, այ կամաց ավելի տեմպով չի ունենա եւ այլ բանականությունն լինի։ Իսկ դու տեսնում ես վախենում ես իր արհեստական արհեստականությունից, իսկ խնդրեմ այստեղ գալիս է օգնության։ Արդեն այո, գալիս է Միևնույն է, վաղվա օգնության։ օրը մենք կախված ենք լինելու նրանից եւ մեր կողքը շատ արհեստական բանականություններ կլինեն։ Բայց միևնույն է, մարդկանց դերը, ինչպես դուք նշեցիք, շատ կարեւոր է լաբորատորիայում եւ լաբորատոր աշխատակցի դեպքում, ու հետաքրքիր է նոր սերնդի հետաքրքրությունը այս մասնակցության նկատմամբ։ Դուք դասավանդում եք Այո, տարեց տարի մենք ունենում ենք ավելի շատ արձինատորներ, այսինքն ապագա մասնագետներ, եւ պատկերացրեք, կարծում եմ, այս ամեն ինչը երիտասարդ սերունդի մեջ ավելի հետաքրքրություն է առաջացնում, քան թե վախեր ու դժվարություններ։ Մեր երիտասարդ սերունդը շատ լավն է։ Ես շատ սիրում եմ երիտասարդների հետ աշխատել։ Հա, անվախ է, համարձակ է։ Իմ սերունդը միգուցե արդեն շատ բան է, այ ոնց դուք նշեցիք, որ վախենում եք, միգուցե այդ վախերը կան մեր մոտ էլ, իսկ հավատացեք, որ շատ երիտասարդների մոտ նրանք չկան, նրանք շատ անվախ են, նորություններով լի են, եւ ես կարծում եմ, որ պետք է ունենան նույնիսկ ավելի շատ հաջողություններ։ Հրաշալի է։ Ինչ կմաղթեք ձեր գործընկերներին վերջում։ Չվախենալ, լինել պատասխանատու միանշանակ, նոր նվաճումներ, նոր գիտելիքներ, ամենայն բարիք։ Ավելի շատ գիտելիքներ, որովհետև գալիս է գրոհի տարած արհեստական բանականությունը, ավելի շատ գիտելիք է։ Գիտեք, այդ ամեն օր որևէ մի նոր բան պետք է իմանաս։ Ես ավարտել եմ Պուշկինի անվան դպրոցը եւ մեկ ուսուցիչ ունեինք, իմ դասղեկներ, շատ հետաքրքիր մարդ էր, ամեն անգամ ասում էր դուրս գալուց դպրոցից քեզ հարց տուր, ինչ ես դու տանում այստեղ այսօր դպրոցից, հա։ Եվ հավատացեք, որ ես էլ եմ դա փորձում միշտ ասել, կիրառել եմ իրանից, փորձում եմ փոխանցել եւ հասկանում եմ, որ ամեն օր ինչ որ մի նոր բան կա տանելու։ Այո, հրաշալի։